Շենքային եւ կենցաղային պայմաններով լավագույն քրեակատարողական հիմնարկը Արմավիրն է համարվում։ Համեմատաբար նոր է կառուցվել արևմտյան չափանիշներին համապատասխան, բայց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների վերջին այցն այս կալանավայր վեր է հանել մի շարք համակարգային խնդիրներ։ Պատժախցային մասնաշենքը հրատապ վերանորոգման անհրաժեշտություն ունի, ֆիքսել են մասնագետները։ Առաջին տեղում միանշանակ կլիներ Արմավիրը, որովհետև ինքը ամենախնդրահարույց հիմնարկն է ամեն ինչով, այդպես համեմատաբար լավ կամ համեմատաբար բարվոք թե շենքային պայմանների առումով, թե ընդհանուր մարդու իրավունքների պաշտպանության վիճակի առումով հիմնարկ չկա։ Բարաշեն ընդհանրապես մի խայտառակ վիճակում է։ Ու եթե մտնում ես ներս եւ հարկերով, այսինքն թեկուզ այդ առաջին հարկը եւ այլն ես ուղղակի տարբեր բաներում եմ դեղել, սարսափելի վիճակ է, միայն այնտեղ գտնվելը դա խոշտանգում է դատապարտյալների նկատմամբ ահաբելը։ Ըստ առաջնահերթությունների բոլոր քրեակատարողական հիմնարկներում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ։ Արմավիր քրեակատարողական հիմնարկում այս տարվա 9 ամիսների ընթացքում բազմաթիվ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել։ ՄԻՊ աշխատակիցները ֆիքսել են, որ քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս ազատությունից զրկված ոչ բոլորն են ապահովում անկողնային հիգիենիկ պարագաներով։ Սպասքով օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցները խցերում միջատներ եւ կրծողներ են տեսել։ Մասնագետները բազմիցս են բացրաձայնել, որ ԿԿՀ-ներում կենցաղային եւ շենքային պայմանները բարելավման կարիք ունեն եւ դա պետք է արվի բացառապես պետության եւ ոչ դատապարտյալների միջոցներով։ Բոլոր ժամանակներում դատապարտյալներն են իրենք վերանորոգել իրենց ուժերով։ Պետության փոխարեն պետության որևէ գործառույթի իրականացումը դնելով ազատազրկված անձի վրա, բնականաբար ձևավորվում են ոչ կանոնադրական հարաբերություններ, որոնք ես արձանագրել եմ։ Ինչ վերաբերում է պատժախցերի մասին, որը որ ներկայացված էր, դրանք նաև մեր առաջնահերթությունների ցանկում են, մենք տեղյակ ենք մեր խնդիրներից, այսպես ասած, եւ դրանք ընդգրկված են հետագա շինվերանորոգման աշխատանքների ցանկում։ Արմավիրում անազատության մեջ գտնվող անձանց բժշկական հետազոտություններն ու նեղ մասնագիտական խորհրդատվությունները ձգձգվում են, նշում են օմբուդսմենի աշխատակազմի ներկայացուցիչները։ Այդ զննությունը հաճախ կատարվում է ոչ պատշաճ, մասնավորապես ամբողջական բժշկական զննություն չի իրականացվում։ Հոգեբանի հաստիկներն էլ են մնում թափուր։ Հոգեբանների մասով 5 հաստիկ կա Արմավիր քրեակատարողական հիմնարկում, որից 2-ն է թափուր, այո, յուրաքանչյուր թափուր հաստիկ էլ կարևոր նշանակություն ունի համալրման, բայց այս բանին կարող ենք ասել, որ այնտեղ հոգեբաններ կան։ Գուցե սա է նաև պատճառը, որ այս կալանավայրում են հիմնականում արձանագրվում անազատության մեջ պահվող անձանց ինքնասպանության ամենաշատ դեպքերը։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։